Այս պահին Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բակում տիրում է խորը լռություն, այստեղ մարդիկ չեն շտապում խոսել, բայց նրանց աչքերում կարդացվում է ցավն ու կորուստը։ Տեղի է ունենում սիրված դերասան Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանի հոգեհանգստի արարողությունը։ Ժամանակը կարծես կանգ է առել, դեռ չէր հասցրել մարել այս մեծ արվեստագետի կենսախինդ ներկայության լույսը, երբ ժողովուրդն արդեն հրաժեշտ է տալիս նրան, բեմի մարդուն, ում խաղը վեր էր պարզապես դերասանական հմտություններից, նա ապրում էր բեմում, կենդանի էր ամեն ակնթարթում։ Եկեղեցու տարածքում մոմերի աղոտ լույսի տակ հավաքվել են հարյուրավոր մարդիկ, հարազատներ, ընկերներ, գործընկերներ, երկրպագուներ, պարզապես նրանք, ովքեր Արա Դեղտրիկյանին ճանաչում էին ոչ միայն որպես դերասան, այլ որպես մարդ, որպես ընկեր, հայր, բարեկամ, քաղաքացի։ Դերասանի մտերիմներից մեկը հուզված աչքերով կանգնած լրագրողների առաջ դժվարությամբ է գտնում բառերը, բայց խոսում է ամբողջ սրտով։ Նա արտիստ էր ու կարգին հայ էր, կարճ ասած։ Այսօր ժամանակներն այնքան էլ արտիստական չեն, ծաղր ու ծանական են, բայց նա մինչև վերջ մնաց այն, ինչ միշտ էր, իսկական արտիստ։ Արա Դեղտրիկյանը չեղավ դեր խաղացող, նա ապրում էր յուրաքանչյուր կերպարով, ու հենց այդ պատճառով էլ նրա նմանները չեն կրկնվում։ Արտիստը, նկարիչը, կոմպոզիտորը, դերասանը այդ մարդիկ մի հատ են լինում, նրանց տեղը հնարավոր չէ լրացնել, գուցե լինեն այլ անուններ, այլ կերպարներ, բայց ոչ նման մեկ ուրիշ Արա Դեղտրիկյան։ Երկար լռությունից հետո նա հավելում է. Արան հայ էր իր ամբողջ էությամբ, նա սրտացավ էր երկրի, ժողովրդի, թատրոնի համար, և կարևորն այն է, որ երբեք չընկավ պատեհապաշտության կամ կարիերիզմի գիրկը, մնաց այնպիսին, ինչպիսին միշտ է եղել, անկեղծ, ուղիղ, ազնիվ։ Հենց այդպիսի մարդկանց ենք մենք այսօր կորցնում։ Նա ցավով նշեց, որ Դեղտրիկյանը դեռ լի էր ուժով, նոր էր բոլորել իր 60-ամյակը, դեռ բեմին պարգևելու շատ բան ուներ։ Եվ այսօր ցավոք կանգնած ենք նրա հոգեհանգստին, բժշկական սխալի հետևանքով։ Սա է ամենացավալին։ Մարդ, որը դեռ ապրելու ու ստեղծագործելու շատ ճանապարհ ուներ, մեզանից հեռացավ անժամանակ ու անարդարացի։ Հոգեհանգստի մթնոլորտում ամեն բառ, ամեն արտահայտություն մի նոր շեշտ էր նրա ապրած կյանքի ու թողած ժառանգության մասին։ Դրանք պարզապես հրաժեշտի խոսքեր չեն, այլ կորստի գիտակցում, մի մարդու, որը մեր իրականության մեջ ներկայացնում էր այն ամեն ինչն իսկապես արժեքավոր է։ Արա Դեղտրիկյանը մնաց որպես հիշողություն, որպես արվեստի տեսակ, որ չպետք է մոռացվի։ Այսօր հայ մշակույթի երկնակամարում մարեց մի լուսավոր աստղ, կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արա Դեղտրիկյանի կինը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է։ Նրանք համատեղ ունեն մեկ դուստր՝ Մանան Դեղտրիկյանը։ Ոչ միայն ճանաչված դերասան Արա Դեղտրիկյանի միակ դուստրն է, այլ նաև կնոջ այն տեսակը, որի կերպարում ներդաշնակվում են ինտելեկտը, նրբությունն ու սրտի ջերմությունը։ Նրա կյանքի ուղին թե մասնագիտական, թե անձնական ոլորտում արժանիորեն կարելի է համարել օրինակելի։ Մանան Դեղտրիկյանը ստացել է բարձր կրթություն, ավարտելով Եվրոպական համալսարանը իր գործունեության առաջին տարիներին նա աշխատել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունում, որտեղ ներդրել է իր գիտելիքներն ի նպաստ հայապահպանության և ազգային մշակույթի պահպանման։ Սակայն կյանքի հաջորդ փուլում Մանանն ընտրեց ամենաբարդ, բայց նաև ամենակարևոր առաքելությունը՝ մայրությունը։ Ամուսնությունից հետո նա բնակություն էր հաստատել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ արդեն ավելի քան մեկ տասնամյակ նվիրված է իր ընտանիքին։ Այսօր նա զբաղվում է իր երեխաների Արեգի և Առնոյի խնամքով, որոնք նրա կյանքի ամենաթանկ արժեքներն են։ Սակայն վերջին տարիներին, հավանաբար, Մանան Դեղտրիկյանը վերադարձել էր հայրենիք ծնողների մոտ։ Նրա մասին խոսելիս Արա Դեղտրիկյանը հաճախ նշել է սիրով ու հպարտությամբ. «Ունեմ երկու թոռնիկ, երկու ավազակներ՝ Արեգն ու Առնոն»։ Մանան Դեղտրիկյանն այն մարդկանցից է, ովքեր չնայած ապրել են հայրենիքից հեռու, սակայն շարունակել են իրենց ընտանիքի, հայեցի դաստիարակության և ազգային արժեքների կրողն ու պահապան լինողը։ Նա այսօր ապրում է համեստ, բայց լեցուն կյանքով, լինելով ամուր հենասյուն իր ընտանիքի համար և արժանավոր ժառանգորդ այն հոգևոր աշխարհի, որն ամրացրել էր իր հայրը՝ Արա Դեղտրիկյանը։ Արա Դեղտրիկյանը նկարահանվել է մի շարք սերիալներում, ինչպիսիք են «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր»։
Նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր, նա անդրադարձել է այն սկզբունքներին, որով ապրում է, նշել է, թե որն է իր հաջողության գրավականը։ Պարոն Դեղտրիկյանը խոստովանել է, որ խուսափում է շփվել տգետ մարդկանց հետ, դիմացինի հետ հարաբերություններում նախընտրում է անկեղծությունը։ Ով է ձեր առաջին հիշողությունների հերոսը, դերասանը պատասխանել է ծնողներս են։ Շարունակեք միտքը, անհնար է անտարբեր անցնել մարդկանց կողքով, որոնք առհասարակ անտարբերությունը լավ բան չէ, մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ։ Կա մի պարզ սկզբունք, որը որդեգրել եք ապրելու համար։ Լինել ազնիվ, պարկեշտ, երևի հնացած բաներ եմ ասում, սրանք կարևորագույն որակներ են, որոնցով մարդ պետք է առաջնորդվի։ Այն ամենն, ինչին հասել եք շնորհիվ իմ աշխատասիրության, նվիրվածության, երևի ինձ տրված շնորհի։ Մասնագիտական առումով միշտ փորձել եմ հղկվել, հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք գիտակից ադեկվատ չեն։ Այն մարդկանց կարծիքն եմ հաշվի առնում, որոնց մարդկային տեսակը բարձր եմ համարում։ Ունեք բնավորության մի գիծ, որի համար մտերիմները միշտ մեղադրում են ձեզ։ Չգիտեմ, դա պետք է մտերիմներին հարցնել։ Ձեր համառությունը կարող է հաղթել, միայն ճիշտն ասած ես այդքան էլ համառ չեմ։ Ձեր ամենատարօրինակ սովորությունը ո՞րն է։ Չգիտեմ, առանձնապես տարօրինակություններ չունեմ։ Որ մուլտհերոսին եք նմանեցնում ձեզ։ Հստակ չեմ կողմնորոշվում, բայց հաստատ բարի մի հերոսի։ Ինչից կամ ումից կախում ունեք։ Ոչ մի բանից։ Հնարավոր է լինել միշտ սիրահարված։ Այո, իհարկե, ես արդեն 33 տարի է սիրահարված եմ, ապրում եմ իմ սիրելի կնոջ հետ։ Սերը միշտ մնում է, պարզապես տարիների ընթացքում վերածվում է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միևնույն ուղղությամբ, իսկ թրթիռներն իհարկե մնում են, հասնում անբացատրելի մի ստադիայի։ Որն է աշխարհի ամենալավ տեղը։ Ձեզ միշտ ոգեշնչել են այն մարդկանց պատմությունները, որոնք խելացի են, խորաթափանց, որոնց կյանքն անցել է շատ հետաքրքիր։ Ձեզ երբեմն վախեցնում են մարդիկ, որոնք տգետ են, տգիտությունը մարդկային արատներից ամենասարսափելին է։ Կյանքն անտանելի կլիներ առանց սիրո ու ընտանիքի։ Ձեր կյանքի ամենադժվարին փուլը ո՞րն եք համարում։ Ամեն ժամանակահատված իր դժվարություններն ունի, համենայն դեպս այդ փուլերը կարծես թե հաղթահարել եմ և դրանցից դուրս եմ եկել պատվով։ Դիմացինի հետ նախընտրում եք խոսել ակնարկներով, թե բաց տեքստով։ Միշտ նախընտրում եմ անկեղծությունը, նախընտրում եմ շփվել հասկացող մարդկանց հետ, որոնք իրենց աշխարհայացքով նման են ինձ։ Եվ վերջին հարցը, ինչու համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ, որովհետև նախապես ասացիք ձեր հարցերի շրջանակը, հետաքրքրեց։